Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Politics.am YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մենք գրել էինք, որ մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Յուրա Բազինյանին իր դիմումի համաձայն։ Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Բազինյանը վերջին 3 տարիների նաև Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է եղել։ Մեզ թվում էր, նա որոշել է կենտրոնանալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա, քանի որ կարևոր ընտրական փուլ ենք մտել։ Սակայն պարզվում է, տաշած քարը գետնին չի մնում։ Յուրա Բազինյանը նշանակվել է ՀԵՑ-ի Աղստև մասնաճյուղի տնօրենի խորհրդական։ Սամվել Կարապետյանից խլելուց հետո ՀԵՑ-ը դարձել է ԿՊԱ-ական իշխանական գործազուրկ կադրերին աշխատանքի տեղավորելու գործակալություն, այն էլ բարձր աշխատավարձով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաև ներման հարցերի հանձնաժողովի կազմում, փոխվել է նախագահային կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը։ Հիշեցնենք, որ Արման Սարոյանը հունվարի 27-ին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ է հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ ներման հանձնաժողովի անդամ է եղել։ Հոգևորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում որպես կանոն ներկայացրել է մայրաթոռը, տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավոր օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել է 2 պայմանագիր, որոնք առաջին հայացքից վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի եւ Միասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։ Մասնավորապես նախագծահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259.999 դրամ, նույն փաստաթղթերի մշակման եւ կազմման խորհրդատվական ծառայության համար 600.000 դրամ։ Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն, խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը մասնագիտական տեսանկյունից հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ եւ պատասխանատու աշխատանք։ Հատկանշական է, որ երկու ծառայություններն էլ վերաբերում են նույն ենթակառուցվածքային նախագծին՝ Չայկովսկի եւ Միասնիկյան փողոցների հիմնանորոգմանը, ինչը ենթադրում է միասնական տեխնիկական շղթա։ Այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ մեթոդաբանությամբ կամ հիմնավորմամբ է խորհրդատվական բաղադրիչը արժևորվել զգալիորեն բարձր։ Տրամաբանական շղթան պարզ է, քաղաքացիական պայմանագիրը շարունակում է պետական բյուջեի, համայնքային բյուջեի հաշվին պահել իրենց ընկեր բարեկամների բիզնեսները, հարազատներին եւ այդ տրամաբանությունը ամեն ինչ ակնհայտ է դարձնում, հա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։ Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների եւ մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի եւ անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ 3 Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։ Հիշեցնենք, որ 3 Չարենցավանի դատարանում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր Թորան Աբովյան քաղաքի կանգարի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ Ըստ տեղեկությունների, նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների եւ մեղադրյալների միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դատավորը չի կարողացել այն վերահասկել եւ դատարան են շտապել իրավապահ ուժեր։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թեև տևական ժամանակ է ինչ դադարեցրել է եկեղեցու եւ հոգեվոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարակներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեն վեհափարի անունը, սակայն եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել եւ արշավն իրականացվում է ծածուկ։ Օրեր առաջ բանակում գործող գնդերեսների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել մայրաթոռի հոգեվոր ծառայության անդամների նկատմամբ։ Քրեակատարողական հիմնարկներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում, փորձել են այս
հոգևորականներին հանել վեհապարի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազատ սկսել են հոգևորականների դեմ քայլեր անել։ Մեզ ասացին, որ քերակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել Երևան կենտրոն ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում էր ՑՄԱՀ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել Նուբարաշեն քերակատարողական հիմնարկ առանց բացատրության։ Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։ Հրապարակ թերթը գրում է. Վարչապետի աշխատակազմն Ավան հոգեկան ծառայության կենտրոն ՓԲ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայություն մատուցման պայմանագիր է կնքել։ Ճիշտ ասած, հենց այս տողերը ընթերցեցի, մտածեցի ի վերջո կառավարությունում խելքի են եկել, որոշել են Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությամբ զբաղվել, հատկապես երեկվա այդ հորինված հեռախոսազանգի ֆոնին, բայց պարզվեց, որ ոչ, այս ծառայությունը իրենք վարձել են, ուրեմն բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների զենք պայելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար։ Լավ կլինի կառավարությունը ի վերջո ուշադրություն դարձնի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հոգեկան վիճակին եւ մի նման ծառայություն անպայման ձեռք բերի Նիկոլ Փաշինյանի համար։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հրապարակումներին, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի մի երկու հոդված։ Ահա նրանցից մեկը։ Ոմանց զարմացնում է այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանին 8 տարի ֆինանսավորած Միքայել Մինասյանը հիմա գործարքի է գնացել ազգադավայս իշխանության հետ։ Եվ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավը հենց այդ գործարքի արդյունք է։ Նկատենք, որ սա Միքայել Մինասյանի ու Նիկոլ Փաշինյանի ոչ առաջին գործարքն է, ոչ էլ հաստատ վերջինը։ 2020 թվականին օրինակ Նիկոլ Փաշինյանի պահանջով Միքայել Մինասյանը եթերազրկեց Անժելա Թովմասյանի հայելու առաջ հաղորդումը, որը հեռարձակվում էր իրեն պատկանող Armnews հեռուստաընկերությունում։ Այդ ժամանակ այն եզակի հաղորդումներից էր, որտեղ ազատ կարելի էր Փաշինյանին քննադատել։ Հաղորդումը բավական վարկանիշ ուներ եւ Նիկոլ Փաշինյանին դա խիստ դուր չէր գալիս։ Մեկ տարի անց 2021 թվականին Միքայել Մինասյանը եւ Նիկոլ Փաշինյանի գործարքի արդյունքում ամբողջությամբ փակվեց Armnews հեռուստաընկերությունը։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը ահռելի լսարան ուներ եւ պատերազմից հետո անհանգստություն էր պատճառում իշխանություններին։ Նույն գործարքի արդյունքում Միքայել Մինասյանը դադարեցրեց իր մի շարք այլ լրատվականների գործունեությունը եւ Telegram ալիքների գործունեությունը։ Այս գործարքի արդյունքում Մինասյանը ստացել էր երաշխիք, որ իր գույքն ու 100 միլիոնավոր դոլարները չեն բռնագանձվելու։ Հանրությունը պետք է գիտակցի, որ Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը գտնվում են աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ։ Նրանք կարող են իրար քննադատել, բայց թշնամու դեպքում միավորվում են։ Քոչարյանը այս երկուսի համար հենց ընդհանուր թշնամի է, ում դեմ միավորել են իրենց ջանքերը դեռ հեռավոր 2000-ականներից։ Գիտեք, շատերի համար այս օրերին դժվար է լսել այս քննադատությունը, ոմանք գրում են, թե ընդդիմությանը մի պառակտեք, բայց Միքայել Մինասյանը նախ ընդդիմադիր գործունեություն չի ծավալում, որևէ քաղաքական process-ի հրապարակային մասնակից չէ, հետևաբար Միքայել Մինասյանի մասին խոսելը ընդդիմություն պառակտելու մասին չի կարող խոսք գնալ, եւ երկրորդը իրենք դիրքավորվել են այնպես, որ իրենք են փորձում հարվածել ընդդիմադիր ուժերի եւ իրենց մասին ճշմարտություն ասելը ամենևին ընդդիմությունը պառակտելու մասին չէ։ Եվ մյուս կողմից, եթե ցանկացած ընդդիմադիր ուժ իրականում համագործակցում է Նիկոլ Փաշինյանը, նրանց մասին խոսելը չի կարող համարվել ընդդիմադիր ուժերի պառակտում, որովհետև ի սկզբանե այդ ուժերը արդեն իսկ ընդդիմադիր չեն եւ գործարքի մեջ են Նիկոլ Փաշինյանի հետ ներողություն։
Ուրեմն երկրորդ հոդվածը շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը իհեճուկս հանրային բացասական արձագանքի պետական համակարգի հատկապես բարձրագույն օղակին միլիոնավոր դրամների պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս առաջին հայացքից անտրամաբանական վարքագիծը բավական հստակ բացատրություն ունի։ Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստանը ժամանել մասնագիտական խումբ պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԾ-ի տրամադրության տակ եղած տվյալները։ Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել։ Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72%-ը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Այս եզրակացության հիմնական պատճառը եղել են հետևյալը. Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել եւ աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այս շրջանի 2018-ից հետո համակարգում մեծ թվով ԿՊԱ-կաններ են ներգրավվել, որոնք ըստ նույն աղբյուրի հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում, ստեղծելով մշտական ճնշում եւ լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար, եւ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։ Ըստ մեր աղբյուրի հենց այդ պատկերը տեսնելուց հետո իշխանությունը որոշել է դիմել պարգևավճարների քաղաքականությանը, հաշվարկը պարզ է, հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ ներքին ազդեցության գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա եւ ի վերջո նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ես ասեմ, որ իրականում վստահ եմ Փաշինյանը սխալվում է եւ արևմտյան իրենց տերերը սխալվում են այս հաշվարկներում, որովհետեւ պետական ապարատի երկարամյա աշխատակիցները չեն առաջնորդվում միայն ֆինանսական, այսինքն բանով, պատճառաբանությամբ։ Եթե քաղաքացիական պայմանագրի են անդամները, որոնք ասենք 2018-ի մինչև ապրիլի 23-ը պարտքով գարեջուր էին միայն կարողանում խմել, հետո դարձան միլիոնատերեր, եթե կարողանում էին վարկով փոշեկուլ գնել, հիմա արդեն առանձնատներ ունեն, հա, այն էլ մի քանի առանձնատուն ունեն, ապա այդ պետական ապարատի երկարամյա միջին օղակի աշխատակիցները միշտ նորմալ են ապրել, այսինքն ոչ վատ են ապրել, ոչ լավ են ապրել, մյուս կողմից գիտակցական բարձր մակարդակ ունեն եւ իրենց այդ դիրքորոշումը փողով գնել հնարավոր չի, լավ են անում, թող պարգևավճար տան, այս մարդիկ էլ թող օգտվեն, բայց ես վստահ եմ, որ այս մարդկանց քաղաքական դիրքորոշումը չի փոխվելու, որովհետեւ Փաշինյանի աղետ լինելը առաջին հերթին իրենց համար է տեսանելի։ Ես էլ իմ պրակտիկայում հաճախ հանդիպում եմ պետական ապարատի աշխատակիցների դրսում, փողոցում, չգիտեմ, ինչ-որ խանութում կամ սուպերմարկետում եւ մարդիկ մոտենում, ես իրենց չեմ ճանաչում, որովհետեւ դե մարդիկ հանրային գործունեություն չեն ծավալում, իրենք մոտենում են եւ խոսք ու զրույցից հասկանալի է, որ այս իշխանությանը դեմ են եւ հասկանալի է, որ հատկապես, ասենք, իրենց համար ամենահանգիստ տարիները եղել են 98-ից 2008 թվականները, որոնք այո, գուցե ֆինանսապես ֆանտաստիկ պայմաններ չեն եղել, բայց գոնե մարդիկ հանգիստ են եղել եւ լարվածություն չի եղել եւ մյուս կողմից, ասենք, անկենսագիր նո-նեյմ գործիչներ չեն եկել ու իրենց ղեկավար չեն դարձել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։